Բարելույս սիրելիներս, ինչպես տեսնում եք, մենք արդեն պատրաստում ենք, ինչպես լսում եք ձայներից եւ ամենակարևորը, ովքեր են պատրաստ ըստ տարիքի, մեծից փոքր եւ ով է վերջում ավարտվում, ամենափոքրը։ Տենց է, չէ՞, մենք որ տարիքը ինչքան մեծանում է, այնքան ասես դե լավ, բայց երիտասարդները ավելի երկար է տևում երիտասարդների մոտ։ Կարևորը իմ ընկերուհին մենք ասեցինք Օֆելիային, որ արագ պատրաստի, բայց ինչպես միշտ ինքը վերջինն է լինելու, իսկ երիտասարդները ավելի շուտ։ Օֆելիա, դու երիտասարդների մեջ ես, շարքում ես։ Իմ սիրուն աղջիկները բոլորը գեղեցիկ հագնվել են եւ մենք այսօր գնում ենք մի հրաշալի տեղ, վայր, Սուրբ Ղազարը, Վենեցիայի, կաշխատեմ նկարեմ եւ գոնե մի քիչ ձեզ վերցնեմ իմ հետ, որովհետեւ գիտեմ շատերը հնարավորություն չունեն, շատերը լսել են եւ չեն տեսել, շատերն էլ եկել են իհարկե։ Նրանք ովքեր սիրում են Վենեցիան, ես ուղղակի ազնվությամբ եմ ասում, դուք կարող եք գալ, բայց 3 օրից ավել ոչինչ չկա անելու այստեղ։ Կարող եք գնալ Հռոմում տոմսը գնել, հետո Հռոմից գալ Վենեցիա, ես ամեն ինչը դες կասեմ, որովհետև կազմակերպիչը ես չեմ, իմ սիրելի Ռուզաննան է, մենք մեր գիդն է, էլի, մենք ուղղակի, ինչ ասեմ, սենց ռոլաքսացիայի մեջ ենք, մենք չգիտենք, թե ով, որտեղ, ինչ եւ երբ։ Եվ դա իրոք շատ մեծ հանգիստ է։ Նրանք ովքեր չեն սիրում այդպես գլխացավուկներ, Ռուզաննայի նման մեկին գտնում եք եւ գնում ճանապարհորդության։ Ես ամենայն ազնվությամբ գլուխս չեմ գովում, ես գլուխս չեմ գովում, բայց ես միշտ արել եմ դա հաճույքով։ Եվ գիտեք, երբ որ դիմացինը հաճույքով մի բան է կատարում, անում շատ հաճույքով։ Հաճույքով լավ է ստացվում։ Իմ խորհուրդս ձեզ, անգամ եթե անում եք, չպիտի ցույց տաք, որ անում եք, եւ դիմացինին ավելնորդ լարվածության տակ դնեք։ Իմ սիրուն աղջիկ, արի մի հատ էլի, ժողովուրդ ջան, ես ձեզ ծանոթացնում եմ իմ ընկերու մոտիկ ընկերու քրոջ աղջկա հետ, Ռուզաննայի հետ, իմ սիրուն Ռուզաննան, երիտասարդ, էներգիայով լի, բայց շատ հանգիստ։ Երեք մենք Ռուզաննայի հետ մտանք խանութ։ Դուք տեսնեք ինչպես էր ինքը վերցնում պայուսակները, հանգիստ, իսկ Անահիտը մի հատ հանգիստ ուզեցա վերցնել, 2 հատ պայուսակ ընկավ։ Մարդը չի փոխվում, սիրելիներս, եթե մեկը կասի, որ Ռուզանը ոնց ա եղել, հանգիստ երեխա ա եղել փոքր ժամանակ։ Չափված է։ Ես թեթև սորիք եմ եղել, կպավել երեխեք։ Շարժը, օրինակ մեր իմ Օֆելիայի թորնիկը երեք տեսանք, ինչ ասեմ, հոլը ոնց ա ֆռում, այդ երեխան տենց է կմեծանա, ինքը չի փոխվի, ոնց որ Օֆելիան, արդեն 5 ժամ է իմ գլուխս պտտվեց, ինքը դեռ գնում գալիս, դեռ պատրաստ չի։ Ապրես Ռուզան ջան, մեր համար գեղեցիկ ճանապարհորդություն ա կազմել։ Հիմա եթե հարցեր հետո կունենաք, որ արդեն մեր հետ տեսնեք, ես Ռուզանի կարծեմ, թե որը քաղաքի անունները չեք հիշում, կասից։ Անջատել են սիրելիներս։ Եվ դուք կտեսնեք այս գրուպայով մեզ մի 10 օր հետո ուրիշ ճանապարհորդություն է սպասում։ Դա արդեն թող մնա սյուրպրիզը։ Դե ինչ սիրելիներս գնացինք, Էլմիրա ջան, արի բարևի, մեռնեմ արևիդ։ Սա Էլմիրան էլ մեր Ռուզաննայի մայրիկն է։ Ռուզան, մենք 5 հոգով ենք եկել ենք Ռուզանը, Էլմիրան, Անի, Ռուզաննայի աղջիկ Էլմիրայի թորնիկը եւ Օֆելիան։ Այս 5 հոգին առաջին անգամ Ռուզաննայի մոտ միտք ծագեց, որ իրանց ծննդյան տարեդարձները ամսի 5-ին է։ Ինձ ասեցին Անահիտ, միացի մեզ Իսպանիա, միացանք Իսպանիա, Վալենսիայում էինք։ Մի վայրկյան սենց անում, որտեղ ձեռքս ցավում ա երեխեք ջան։ Վալենսիայում ենք եւ դրանից հետո ոնց որ դարավ տրադիցիա։ Անցյալ տարի Երևան էինք, չէ՞ Ռուզ։ Հա, ես ինչ եմ ուզում ձեզ ասել, սիրելիներս, եթե ունեք լավ ընկերներ, եթե ունեք լավ բարի կամեցող ընկերներ, 2 ձեռքով ամբողջ մարմնով պահեք, որովհետև այս կյանքում այնքան դժվար է լավ ընկեր ունենալը, չէ՞ Էլմիրա ջան։ Իհարկե, մենք քեզ գիտենք ու քեզ Մեր Էլմիրան շատ լավն է, երեխեք, այնքան բարի մարդ, նենց գեղեցիկ, շատ հայասեր։ Ուր գնում ենք Վենեցիա, ասում դե նորմալ է, հայերն են ստեղծել։ Դե հա, բնական է, Վենեցիայի այդ կղզին հիմա որ մենք գնում ենք, լրիվ պատմությունը կտեսնեք, մտեք նայեք Սուրբ Ղազարի պատմությունը եւ իրոք շատ արտակարգ մի հատ աղջիկ է խոսում YouTube-ով ռուսերենով, ամբողջը պատմում է, խորհուրդ կտամ, ես ցույց կտամ Սուրբ Ղազարը, որպեսզի չգիտ չանեմ, որտեղ ես էլ եմ ուզում օգտվեմ իմ արձակուրդից,
Մտեք Սուրբ Ղազար Վենեցիա եւ ամեն ինչը կտեսնեք որ դարին ոնց է եղել, ոնց են հայտնվել այստեղ, ոնց է դա համարվել այդ կղզին հայկական։ Ժողովուրդ ջան, մի հատ նա եկել է իմ ապրելուց հետո, ապրելավայրից հետո, կովեր են միայն կովեր եւ արածում ժողովուրդը նայեք հոսքը եւ ես այսօր մենք մոռացել ենք ել մենք այսօր Կիրակի է։ Այն դիմացը տեսնում եք, այ դա վокзалն է, ավտոկայանն է։ Ciao. Buongiorno. Նաթելը հոսքը նայեք, երեխեք, ես sense բան էլ չէի տեսել։ Անկամ Փարիզում սեսքան ժողովուրդ չկա։ Ու բոլորը իտալացի են, նես չէ որ տուրիստ են։ Շատ գեղեցիկ է։ Հիմա մենք դուրս ենք գալիս, որ նստենք ավտոբուսները, ջրային ավտոբուսները։ Հերթը ինչ ասեն։ Բավուջան մենք շարժվեցինք, գնում ենք Սուրբ Ղազար։ Չէ։ Հələ գնում ենք Սան Մարկո։ Դակո։ Որպեսի չքայլենք շատ, Ռուզանը խորհրդվեց վերցնենք այս փոքրիկ ավտոբուսը։ Ավտոբուս, այսինքն ավտոբուս չէ, ավտոբուս ջրային։ Եվ նայեք, տեսեք այս գեղեցկությունը ամբողջ իր շենքերով պատկերացնես, որ ջուրը բարձրանում է, ասես երևի մինչև վեր։ Չամադաներով եք, ես այս օթելը տեսեք ամ տաքսին։ Ժողովուրդ ջան, սա ուղղակի պետք է տեսնել։ Պետք է տեսնել գեղեցկությունը։ Ես չեմ փոշմանել, որ եկել եմ։ Բայց չի ուզի ապրել այս շենքերում, որովհետև ջուրը պատկյացա մի հատ բան է լինում, սունամի ու մտնում է տակը ամբողջ շենքը, բայց շենքերն ինչ գեղեցիկ է։ Ով փչացավ ավտոբուսը։ Ժողովուրդ ջան, գտնվում ենք նավ ավտոբուսը կոչվում, կանգնած ենք մինչև հիմա, որտեղ բավականին շատ ժողովուրդ կա, այսօր տեսակ, ինչպես տեսակ, Կիրակի է եւ մի քիչ բարձր խոսամ եւ ոտքով քայլելու տեղը որոշեցինք նստել այս ավտոբուսը, իրոք երկար է, մոտավորապես մոտ 30 րոպե, հետո իջնում ենք այդտեղից, նստում ենք արդեն Սուրբ Ղազար գնացող նավը տրանսպորտ, ոնց ասեմ, բան փոխադրամիջոց է, էլի։ Հիմա մեզ մնաց մի 10 րոպե, ճիշտ ասած կանգնած ավելի հարմար էր նկարելը, բայց ես ուզում եմ մի քիչ զգուշ լինել նկարելու մոմենտով, որովհետև պետք է ուզում եմ ավելի շատ Սուրբ Ղազարում նկարել, որտեղ դա մեր հայ ժողովրդին ավելի կհետաքրքրի։ Ճիշտ ասած մտածում եմ, որ նավը մի քիչ շատ շարժել է, բայց չէ, լավ է, այդքան ալիքներ չկա։ Չի շարժում։ Դե լավ, ժողովուրդ ջան, իսկ հիմա մենք արդեն հասանք, իջնենք, հետո կշարունակենք։ Ահա եւ եկել ենք հրապարակը Սան Մարկո, արտակարգ, ուղղակի ատիպիկ գեղեցկություն։ Վենեցիայի եկեղեցին, սա մի հրաշք է, պիտի տեսնեք ուղղակի։
Ժողովուրդ ջան, բոլորս վառում ենք մոմ Վենեցիայում մեր հայ ժողովրդի համար։ Այ ոսկի կա։ Սա միայն իմ հետ կարար սես կապան վերցնես մի բան։ Անուպեր։ Մեր հայ ժողովրդի համար, մեր հայ զինվորների համար, մեր հայոց ժողովուրդը թող միայն եւ միայն լավը տեսնի։ Թող բոլորի աղոթքները հասնի Հիսուս Տիրոջը, մերնեմ իրան, թող բոլորի նպատակները կատարվի, առողջություն մեր հայ ժողովրդին և ամենակարևորը խաղաղ երկնքի տակ թող մեր զինվորները ծառայեն, ամեն։ Ժողովուրդ ջան, եկել ենք հայկական եկեղեցի, խնդրում եմ կարդացեք, չկան հաճելի է, գրված է Սոտոպորտեգո դել Արմենի, բայց շատ արտակարգ ակցենտ իտալական, շատ։ Ես, բայց լեզուն լավն է երեխեքի տալ։ Փակարուս, եկանք եսքան քայլեցինք երեխեք ջան։ Փակարուս։ Ինձ թվում է փակարուս, բայց պիտի որ բացնի, կիրակի է այսօր։ Ահա, շատ լավ է։ Ասա Էլիզաբեթի հլը խաչայոց երևի փակել են բասեք քանդեմ երեխեք ոնց որ բաներ լինեմ են թակավորական Ուրեմն ժողովուրդ ջան, կամաց խոսամ, որտեղ նայում են բոլորն, հենց են նայում ու մարդ չեն տեսել։ Ուրեմն ահավոր շարժվում է նստած տեղս, բայց ուզածն ասում է, որ երբ արդեն շարժվում է, էլ չի շարժվում, հեսա, Դա բարերեք բոլորի ժողովուրդ։ Անահիտ ջան։ Շատ արտակարգ հրաշալի տեսարան։ Ապրեն կազմակերպողները, կազմակերպող այս ակողսիստություն։ Բայց հատուս կթևում բաց։ Ավտոբուս եք նստել։ Տեսել եմ ռեպորտաժ, բավականին ժողովուրդ կա։ Ահա, սիրելիներս մոտիկանում ենք մեր Սուրբ Ղազար կղզու։ Ինչքան հաճելի է, երբ որ կարդում ես քո հայկական տառերը։ Ահա, նայեք, մոտիկացնեմ և տեսեք։ Նշան։ Սպասում ենք, որ բացվի։ Ուրեմն պարզվում է մենք պետք է իրանց զգուշացնենք, որ ասենք խոսքի գալիս է այդ բանի համար, այդ այցելության, մոտավորապես 3:10 կբացի, ժամը հիմա 3-ին 5 պակաս, գնանք հիմա մի քիչ հանգստանանք, ահա եւ Սուրբ Ղազար մեր
Գիտեք, այդ որ արդեն ես հիմա մի հատ ձեզ ցույց տամ։ Տեսնում եք ժողովուրդը։ Մենք գտնվում ենք դրախտավայրում, ուղղակի երկրի վրա։ Այո, սա հրաշք է։ Բարև ձեզ։ Գտնվում ենք Սուրբ Ղազար շրջան եւ հեսա մեր էքսկուրսիան կսկսի արդեն ժողովուրդը Սուրբ Ղազար եկեղեցու անիջին, սա դրախտային անես Քահանան բացատրել, որ հայերեն լեզվով են։ Իրանք սուդաներեն լեզվով են, դրանց որ լեզուները խմբերը կարողանան տարան։ Ինչ լավ է, մենք հայ գիտում ենք, չէ՞, հայ գիտենք։ Քահանան ոնց շտանում։ Ինչ լավ է։ Այսօր մեր օպերատորը Անինն է լինելու, երբ որ հենց որ գա արդեն քահանան որպես գիդ ու ձեզ բացատրի, Անին կնկարի եւ համ կլսեք, համ էլ դուք մեր հետ կմասնակցեք։ Հիմա մենք նկարում ենք բացի որտեղ ասեց իրավունք ունենք թանգարանը, բացի թանգարանը։ Այստեղ ներսում արդեն արգելված է, նկարել է։ Երկու անգամ զանգը հարվածում է, զանգի ձայն այնքան ուժեղ է, որ ամբողջ շենքով մեկ լսվում է։ Գնանք ժողովուրդ, խնդրեմ, չքաշեք զանգը վերց։ Հայրերը լուսկան դիրի կերագրեք։ Այս սխալեն բացատրել, բարարեն տեղասկացել, հա, ու վեր գալիս ուրախ եւ այն չէ, պատրաստել որ իջոց Պարմեջան, չանիչ եւ Դե ինչ սիրելիներս, եկեք այսօրվա վլոգի առաջին մասը ավարտեմ։ Ցանկանամ ձեզ բարի դիտում, ցանկանամ ձեզ ամենալավը։
Եվ գիտեք ինչ ամենակարևորը, ես ուզում եմ ձեզ ասել, հանկարծ չմտածեք, թե ես մոռացել եմ ձեզ կամ ես այս ամեն ինչը անում եմ դիտմամբ, որպեսզի ավելի բարձրացնեմ իմ YouTube-յան ռեյթինգը։ Ոչ, ես ուղղակի հանգստանում եմ եւ իմ համար շատ դժվար է մոնտաժ անելը, ցանկանում եմ մի քիչ էլ ես ռելաքսացիա լինել։ Համբուրում եմ ձեզ, սիրում եմ ձեզ եւ ինչպես միշտ կարոտած կլինեք այս բառը, ասում պակա, պակա։